ժողովուրդ ջան։ Եվ այսօր մենք փառք ենք տալու մասում, որ մենք Աստծուն հավատարիմ ենք եւ մենք սիրում ենք մեր Աստծուն եւ մենք մեր Աստծո կամքը կատարում ենք, ժողովուրդ ջան։ Դա մենակ լեզուն չի, կարող այսօր մենք լեզվով շատ բան ասենք, բայց գործը իրականություն չլինի, ժողովուրդ ջան։ Մի քար ասեմ Հիսուս ջան, քեզի գիտես ոնց եմ սիրում։ Ես է որին որ ուզում ես սաղսել կասենք, որ Հիսուս ջան, քեզի շատ եմ սիրում, չէ՞։ Բոլոր մարդիկ այդ են ասում։ Բայց երբ որ Աստված սկսում է մարդու փորձի, տեսնի դու իրապես սիրում ես թե չէ, ժողովուրդ ջան։ Որ ինքը չի գալու հրեշտակ չի ղրգել, որ դու տեսնես իրան սիրես թե չէ։ Նա մի հատ սովորական մարդու տերպով կգա քեզի, մի հատ ուրիշ ծևի կգա, տենա դու ոնց ես, մի հատ պես ենական որ երևի պես գցել է, չէ, մի հատ եղբայր որ քարոզում էր, ասում է որ արդեն շատ էր հոգնել, որտեվ պաշտամուկ երկար եղել, պես մի ուզում եմ հոգնած նստեմ, դեմը շոր մեկը նստած եղել, անտատ իրան է նայել, որ կանչելա, դե բոմժի պես ոնց ասենք, դուտերաների մեզ ենք, այսինքն այդ մարդը ապրել է որ լիակադար կյանքով, որ ասենք դրսներում քնեցենք, վերջս գցերեմ սաղ դե տեսել եք, չէ։ Դե մարդը մտածում էր փող տամ էս մարդուն, ժողովուրդ ջան։ Բայց այդ մարդը իր մեջի Հիսուսի կարիք ուներ, այն որ էս մարդը ուներ, Տերը դրա կարիք ուներ շատ, ժողովուրդ ջան։ Այսինքն այսօր շատ մարդիկ ունեն կարիքը Քրիստոսի, նրանք քո միջոցով պետք է լսեն Տիրոջ մասին, ժողովուրդ ջան։ Նրանք քո միջոցով պետք է լսեն Տիրոջ խոսքը, քո միջոցով, իմ միջոցով, ժողովուրդ ջան։ Եվ դա համար Աստված շատ անգամ տեսնում է մեր կյանքը, մեր ընթացքը, մենք ուզում ենք այս մարդկանց փրկության համար, ժողովուրդ ջան։ Եվ մենք փառք ենք տալու Աստծուն, որ Աստված, այո, հնարավորություն է տալու, որ մենք ավելին ճանաչենք մեր Աստծուն, ժողովուրդ ջան։ Աստված մեզ հնարավորություն է տալու, որ մենք ավելին ճանաչենք մեր Փրկչին։ Այս քանի որ գնացի դի Պոլյուս վերցնեի, բժշկական Պոլյուս, դե որ օրինական աշխատում եմ, Պոլյուսը ասնում, Տրուդավոյ դագավորով դե տայր վերցներ։ Դե գնացի Տրուդայ դագավորում կոպիան էի վերցրել, գնացի երիտասարդ կին էր, նստած էր պես։ Մի այդ Տրուդավոյ դագավոր տվի, բա էսի բանը, օրգինալը, չէ, օրգինալն է, պետք է ես ասում եմ չիլնի, առանց դրա ասում է չէ։ Վերջը, մսի քեզի միգուցե կտագարան տա, մի քիչ խոսացի, ասեց չէ, բան, դե ասի դե լավ։ Ասեց օրգինալը կբերես, նոր կանենք, ասի խարաշո, 3 չեմիսոր նոյս գնացի, ասի նոյց եկել է մոդդ, երիտասարդ կին է ժողովուրդ ջան, մի նստել եմ ինքը, ասում է գիտես ինչ կա, եսօր ընես ծանդր օրա, կարակ ու գործետ, այդ մի ժամից ավել տևի, ոչինչ, ասում եմ ոչինչ, ժողովուրդ ջան, մի դե նստած եմ, դե արդեն միրես եղել եմ, Աստծո խոսքը արդեն մի քիչ որ չուզես կտագարանը, մի նստած ես էլ եմ մտածում, ինչ անեմ, Տեր Աստված, վերջը աղոթում ենք, ժողովուրդ ջան։ Վերջը դու մարդկանց հետ ես խոսելու, դու պետք է մի հատ աղոթես, որ Տերը ընդառաջ գա այդ խոսքիդ մեջ։ Տերը խոսք բացի քեզի, Տերը օրհնի այդ քողած ընթացքը, ժողովուրդ ջան։ Վերջը մի աղոթում եմ, չգիտեմ, ասում եմ Տեր Աստված, մի որից սկսեմ, ինչ մի խոսամ նույնց տես մարդուս կնոջ հետ։ Վերջը բոլորն են կարիք ունեն փրկության, ժողովուրդ ջան։ Մեկը դենը ասեց, այս գործը դիշկան շուտ եղավ։ Ասում եմ պատկերացա, գործը ավելի շուտ եղավ այդ։ Ասում եմ գիտես ինչ կա, ես հավատքի մարդ ենք, ասում եմ։ Ասում ես եղել է խանութ եմ մտե, իրան եմ ասում։ Աստված այդ խանութը ժորտ օչեր օրտնում, այս խանութի աշխատողը ինքը զգում էր այդ օրտնությունը։ Մտնում է մի հատ ոսկերիչ տղար կա հայ, մտնում է մոդը, պես։ Ես մտնում էի մտեղ, սրա մոտ օրտնությունը գալու էր։ Ինչու համար, որտեղ մենք Աստծո զավակներ ենք։ Աստված քեզ է դա, ժողովուրդ ջան։ Եվ ինչ համար Աստված նաև այս մարդկանց ցույց է տալու, որ այս մարդիկ տեսնեն, որ այս մարդիկ սովորական մարդիկ չեն, որ այս մարդիկ Աստծո զավակներ են, ժողովուրդ ջան։ Վերջը փողը ձեռիս էր քսում, վերջս մեջտից տեղ չետաս, ասում եմ, հա վերջ իշկար, այսօր չեմ կարա տեղ մնամ, չեսենք։ Այսինքն այսօր Աստված ինչ ասում, ժողովուրդ ջան, Աստված ումա որ բոլոր մարդիկ փրկվեն։ Փառք Աստծո,
Եվ սկսեց կնոջ հետ կամացից խոսել, վկայություններ, պես մի քիչ խոսքից, հանի մի հատ կտակարանը տվի իրան, ասի ես կտակար իմ կյանքն էլ ա փոխեցի, ես էլ եմ առաջ եղել եմ տող խմելով, հարբեցող, ինձ չենք եղել իսմեն։ Եվ հիմա Աստված մեր կյանքը փոխել ա դեպի լավին, ժողովուրդ ջան։ Մի դրա համար Աստված ինչ ասում, Աստված ուզում ա բոլորիս կյանքը նորոգի, ժողովուրդ ջան, Աստված բերում ա մեզ դեպի իր սիրո մեջ, որպեսզի մենք ավելի առաջանանք իր սիրո մեջ, ժողովուրդ ջան։ Ինչքան խորանում ես Աստծո մեջ, այդքան Աստված քեզ բացում ա իր սերն ու խաղաղությունը, իր ճշմարտությունը, ժողովուրդ ջան։ Որ այս անգամ նաև դու մտածում ես ոչ թե քո մասին, նաև մտածում ես դիմացի մարդկանց մասին։ Ամբողջ աշխարհը անհավատ մարդիկ են շատերը, ժողովուրդ ջան։ Մենք գենական խոսացինք, այն շաբաթը կիրակի խոսացինք, չեսենք հավատների մասին, որոնք կգան սուտ մարգարեներ, սուտ կգան եւ կփորձեն ինձ ու քեզ էլ, ժողովուրդ ջան։ Կտեսնեն քո մեջ ճշմարտություն կա թե չկա։ Եվ այսօր տեսնում ենք շատ մարդիկ մոլորվում են Տիրոջ ճանապարհների մեջ։ Աստծո խոսքը անգիր գիտեն, ժողովուրդ ջան, բայց մարդիկ մոլորվում են։ Ընդամար Տերը մեզ բոլորը պայի, ժողովուրդ ջան, պայի իր ճշմարտության մեջ, ճշմարտությունը դա մեկ է, որտեղ Պիղատոսն է չհասկացավ, ասեց ինչ բան է ճշմարտություն։ Ճշմարտություն իր դեմը կանգնած էր, ժողովուրդ ջան։ Ընդամար այսօր Աստված ինչ անում, իր զավակներին շնորհք ա տալում, սիրելի ժողովուրդ ջան։ Այսօր ավետարանը որ կարդում ենք, դրա ճշմարտությունը, դրանից դուրս էլ ուրիշ ավետարան չի գրվելու ինձ։ Այս մի ավետարան է գրված, ժողովուրդ ջան։ Այս ավետարանը գրված է մինչև աշխարհի վերջը, մինչև այս երկիրը որ Տերը վառի։ Պետրոսի մեջ ատալում չէ, որ այս ամբողջ երկիրը Տերը վառի, էլ ստե վсё, մարդկությունը կվերացնի Տերը։ Հիմի Տերը պատրաստում է իր ժողովուրդը, որպեսզի իշքան շատ մարդիկ փրկվեն էտան երկինք։ Դա օգուտն է Տիրոջը, որտեղ Աստված այս մարդկանց ստեղծել է, իր ստեղծագործությունը։ Այո, ցավ է, որ մարդիկ չեն լսում։ Երբ որ մարդուն խոսում ես Աստծո խոսք, վկայում ես, այնքան ցավ է, որ մարդը չի հասկանում։ Ախր իր օգտի համար ես դու ասում, չէ։ Իր օգտի համար է Տերը խոսում, ժողովուրդ ջան, որպեսզի տվյալ մարդիկ ունենան փրկություն։ Բայց այսօր մենք տեսնում ենք, այո, որ շատ մարդիկ, ժողովուրդ ջան, շատ մարդիկ սրանք չեն տեսնում։ Հիմի ինչ անենք, մեր կողմը ցանելն է, մեր կողմը ջրելն է, ժողովուրդ ջան։ Մնացած կողմը Աստծուն է մնում։ Եթե մենք մեր կողմը պարտաճանաչ անում ենք, Տերն էլ իր կողմը պատրաստ է անելու, ժողովուրդ ջան։ Տերը պատրաստ է։ Կարող է քո վերաբերմունքով մարդկանց փոխես դու, քո վերաբերմունքով, քո սիրով, ժողովուրդ ջան։ Որտեղ այս աշխարհի մարդիկ չեն հասկանում այդ բաները։ Ոնց թե սիրես քո թշնամուների ոնց կլինի, չէ՞։ Բայց դե փառք Աստծո, Տերը մեզ սովորացնում է, որ մենք սիրենք մեր թշնամիներին, ժողովուրդ ջան։ Դե այսօր բացի թշնամին, այսօր Աստված ուզում է, որ իր ժողովուրդը իրար սիրեն, հարգեն, ժողովուրդ ջան։ Հələ մենք թշնամիներն հələ թողում ենք հələ։ Այսօր Աստված իր եկեղեցու մեջ ուզում է ինչ տեսնի, սեր։ Մի օր Տերը տա այդ Կորինթացու համար խոսենք, այսինքն այսօր Տերոջ կամքը, որ իր եկեղեցու մեջ սեր լինի, իրարու հանդեպ ցավ լինի, որ մենք ցավ քաշենք իրար համար, ժողովուրդ ջան, վերջը իրարու տեսնում ենք, իրար համար լսում ենք, չեսենք, վերջ այդքան հոգսերա, որ գրվում է եւ աղոթում ենք այդ հոգսերի համար, ժողովուրդ ջան, եւ խնդրում ենք Տիրոջը։ Վերջ Աստված էլ է տեսնում է քո տասկը, որ դու ցկտում ես դրան, որ դու աղոթում ես, դու խնդրում ես Աստծուն, ժողովուրդ ջան։ Այո, մենք այդ մարդկանց չենք տեսնում, չենք ճանաչում, ժողովուրդ ջան, բայց եթե մեկը խնդրում ասում է ինչ-որ միտեղ հոգս կա, ժողովուրդ ջան, Տերը սորտնի բոլորի դել, Տերը սորտնի, ժողովուրդ ջան, այսօր այնքան մարդիկ կան, այո, հլումը մարդիկ չեն ընդունում, չեն հասնում են տատիկ, դառնում են արդեն ծերության էլ չեն կրում, խոսան նորը արդեն իրանց համար մի քիչ դժվար է։ Դա համար ժամանակին է Տերը ուզում, որ մարդիկ ընդունեն, ոչ թե հասնեն ծերության մեջ, հետո որ արդեն խոսում ես, էլ չեն կրում լսեն, ժողովուրդ ջան։ Այո, այսօր շատ մարդիկ կան, որ հիվանդ են, ժողովուրդ ջան, Տերը օրհնի այդ մարդկանց էլ։
Ես նոր Միշա աղբոր հետ խոսացի, Միշա Սիդա քրոջս աղբոր հետ խոսացինք, մի քիչ աղքին փառք ասո։ Ճիշտ է, տեսնում ես ինքը չի խոսում, բայց իր ներսի հոգին Ժողովուրդ ջան, ինքը լսում է քեզ, ինքը ուրախանում է քեզ։ Դա համար այսօր մենք շատ անգամ մարդկանց ասում ենք, կարա դու մտնես այդ մարդը, ասենք, վերջ հարազատ է, վերջը կոմայի մեջ է մտած։ Այդ մարդը քեզի ոչ տեսնում է, ոչ լսում է, այսինքն դու ես տեսնում, որ ինքը քեզ չի լսում։ Կարող դու իրան ասես բարև ձեզ, ինքը ուշացում չդասնա, բայց իր հոգին, որ իր մեջ է, ինքը լսում է քեզ, Ժողովուրդ ջան։ Մի քույրիկ ասեց Արմեն աղբեր, կեսարս արդեն լավ չի, ինչ անեմ բան։ Ասում եմ գնա Աստծո խոսքոսա, քույրիկ ջան, ինչ պետք անես։ Գնա մոդե, կայնի, դե ասենք քեզի խանգարող մարդիկ չկան, որ ասենք չես վախենում, չես քաշվում։ Խոսա Հիսուսի մասին էլի։ Կեսար ջան, ընտունա Տիրոջը, մեղք ես, վաղ միսօրխի հայտնվես դժողքում, Տեր Հիսուս եկել է քեզ համար, Ժողովուրդ ջան, չէ։ Եվ Աստված համապատասխան ամեն մեկին իր դեղը տալու է, Ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորս էլ օրհնի, սիրասո Ժողովուրդ ջան։ Ես մի փոքր տեղ Տիրոջ խոսքից կկիսվենք, տենանք ինչ ունենք Աստծո խոսքը ինձ ու քեզ սովորացնելու, եւ մենք փառավորում ենք Աստծուն ու պետք է փառավորենք, Ժողովուրդ ջան։ Մենք ամեն մեկս անցնում ենք ճանապարհ, ամեն մեկս։ Ամեն մեկ անցնում է մի ճանապարհ, որը դու պետք է անցնես այս ճամփեն, Ժողովուրդ ջան։ Եթե շատ անգամ որ մարդիկ իրանց խաչը կտրում են, չես մեն թեթև լինի, եւ մենք տեսնում ենք տվյալ մարդիկ, չէ, տեղ չեն գրում հասնել, ինչա որ դու պետք է ճամփեն անցնես սա։ Այո, շատ հոգիներ, որ ուզում են նվիրվեն լրիվ Տիրոջը, ասում են Արմեն աղբեր, ուզում եմ լրիվ նվիրվեմ Տիրոջը, ասում եմ լավ բան ես ուզում։ Ճամփա է Տերը դրեք վարչև։ Սա մի բան, մենք ռոբոտներ չենք, չէ, մի հատ կնոպկ են սեղմի, սերը բացվավ քո կյանքի մեջ, էսի բացվավ, չէ, սա ճամփա է ասում ես։ Գործի տեղ ես մտնում, աշխատանքի տեղ ես, վերջը տարբեր մարդիկ կան, ասենք եղբայրություն, քույրիկներ, սա մի հասկացողություն, մի բանը չունեն, ամեն մեկ տարբեր խայսատ ունի, թեկուզ հավատքի մարդիկ։ Պետք է կրանաս ամեն մեկի հետ լեզու գտնես, ամեն մեկին կրանաս շահես, ամեն մեկին կրանաս օգնես։ Էդի մենք հավատքի մարդկանց եմ ասում դաշսում Ժողովուրդ ջան։ Համար Տերը բոլորս էլ օրհնի, դա շատ կարևոր է, որ դու Աստծուց ունենաս շնորհք, որ դու կարանաս բոլոր մարդկանց հետ աշխատանք տանես։ Ինչ ձևի մարդ ուզում ա լինի, Ժողովուրդ ջան։ Աստծուց ունենաս այդ շնորհքը, որ դու կարանաս մարդկանց հետ կիսվես, որ շատ մարդիկ կարանան քո հետ կիսվեն, ազատ կիսվեն, չքաշվեն քեզանից։ Որտեղ շատ մարդիկ կարա մտածում են մարդ մի հատ էլ չասած արդեն սաղ աշխարհը գիտեն։ Ոնց որ մեկը քո հետ կա կիսվի, իր ներսը դժվարությունը, խնդրեմը կիսի, մեկը տեսնում է ամբողջ մարդկությունը կամ ամբողջ եկեղեցին, ամբողջ հավատքի մարդիկ շատեր արդեն գիտեն։ Դա համար Տերը մեզ բոլորս էլ օգնի, սիրելի Ժողովուրդ ջան, մենք բոլորս ունենք ճանապարհ անցնելու Տիրոջ ողորմությամբ։ Ես ուզում եմ կարդամ Հակոբոսի 4-րդ գլխի 6 համարից մինչև 10 համար կկարդանք, Ժողովուրդ ջան, Հակոբոս 4-րդ գլուխ 6-ից 10 համարները։ Եվ այսօր Աստված տեսնում ենք ինչ է մեզ սովորացնում եւ Աստված մեզ ինչ անում, Ժողովուրդ ջան։ Ավետարանը դա ճշմարտությունը։ Ել եմ ասում, Ժողովուրդ ջան, ավետարանը ճշմարտությունը։ Այս ավետարանի խոսքը վաղ մեզի պետք է դադի։ Եվ պետք է դադի եւ պետք է քեզ արտարացնի։ Այս խոսքը էլ ուրիշ խոսք չի լինելու։ Ինչ որ գրվել է, Տերը թողել է всё։ Դամար դեսմա կկան կասեն Տեր Հիսուսը վաղ կգա, Տեր Հիսուսը մեզ ինչ օրը կգա, չէ, այսօր մենք տեսնում ենք եւ լսում ենք շատ անգամ մարդիկ կրկնում են, Ժողովուրդ ջան։ Եվ այսօր շատ հավատքի մարդիկ հավատում են։ Որ շատ մարդիկ հավատում են, որ Հիսուսը դες ինչ օրը գա։ Բայց այ քույրիկ ջան, եղբայր, դու կարդում ես ավետարան, ոնց կինի որ դու հավատաս այդ սուրբ լուրին։ Հիմի կարող պարագա մեզի կյանքի մեջ մեզ փորձվենք մենք, տենանք մենք ոնց ենք ավետարանի մեջ։ Ասում է 40 տարի ձեզի պատծուի, որպես ձեր սրտի մեջինը ի այդ բերեմ, որ դուք տեսնեք։ Ժողովուրդ ջան։ Մենք ուզում եմ կարդամ Հակոբոսի 4 գլխի 6-րդ խոսքից, ասում է սակայն ավելի շնորհ կուտա անոր համար կսե Աստված, ամբարտավաներուն հակառակը կենա, բայց խոնարհներուն շնորհ կուտա։ Ժողովուրդ ջան,
Տիրոջ խոսք ասում է անբարտավաններուն հակառակը կենամ։ Ավետարանը վերաբերում է հավատքի մարդկան, Ժողովուրդ ջան։ Այսինքն հնարավոր է, որ մարդիկ, հավատքի մարդիկ լինեն անբարտավան։ Եվ Աստված ասում է, ես այդպես մարդկանց պիտի հակառակ կենամ։ Այսինքն այն մարդը, որ չի խոնարհում Տիրոջ առաջ, չէ, Ժողովուրդ ջան։ Մենք այսօր կարող ես մարդիկ տեսնես, դու էլ չես, ենք Աստված մեզ էլ բայեր բաներ, Ժողովուրդ ջան։ Այսօր են մարդիկ ծրվան գնացին, հեռացան այդ մանավանդ այդ 90-ական թվերին, մի հատ ահավոր քաոս եղավ, որ ոնց արդա Եվրոպան բացվավ, մտան երկրի վրա, մի հատ եղբայր ունենք, ասում էր, մեկը դիպլոմատով եկել էին։ Հավատքի մարդ որպես, ասում էր, քեզ կամ փող կտանք, վերջը, այսև ժողովրդին սովորցնես, այսև մենք քեզի կօգնենք, ասեր քու փողդ վերցրած, դից գնա։ Եվ այսօր մենք տեսանք շատ մարդիկ ծրվան, շատ մարդիկ ծուր գնացին, Ժողովուրդ ջան։ Էլի նույն Հիսուսյանն են տալում։ Դամար սենական որ խոսած, որ շատ մարդիկ լույսը խավարից չեն ճանաչում, Ժողովուրդ ջան։ Դամար Տեր ասում է իմ ժողովուրդը գիտություն չունալու պատճառով կորսվում է իմ ժողովուրդը, որտեղ գիտություն չունի իմ ժողովուրդս։ Ոչ ժողովուրդը ավետանի գիտությունը չի իմանում, Ժողովուրդ ջան։ Գիտես չկան մարդկանց են խապե, ես ինչ որ Հիսուսը գալու է, սաղ ծախեք, ձեզի բան պետք չի, մեկը վաղ Հիսուս գալու է, շատ մարդիկ ծախին, լամեր, թափրդեցին, ու ելել են դաժե սարը, որ սպասում են Տիրոջը, Տերը չկա։ Այդ Տերը չլինի, որտեղ դա Տիրոջ կամքը չի։ Տիրոջ ասում է իմ գալը նենց կլինի, որ ոչ մեկը չի պատկերացնելու, Ժողովուրդ ջան։ Այն որ քեզ ասում են, որ ասում են, դες ինչ օրը գա, այդ օրը Տերը չի գա։ Որտեղ Տերը պարզ ասում է, որ իմ օրը ոչ մեկը չի իմանա, Ժողովուրդ ջան։ Անպատահանից պետք է որ մարդիկ չեն էլ պատկերացնեն։ Մեկը տեսնում ես, մեկը հապշտակություն եղավ։ Հալելույա։ Ամբողջ աշխարհում մեջ հապշտակություն պետք է լինի, Ժողովուրդ ջան։ Հիմա նստած եմ, ավետարանը դեմս ասենք, դու կդրեք, եթե եղավ հենց իմ հապշտակություն, եթե եղավ հենց իմա, չէ, մենք կգնանք երկինք, Ժողովուրդ ջան։ Տերը մեզ կհապշտակի։ Եվ Տերը տա, որ մենք պատրաստվենք հապշտակության, Ժողովուրդ ջան։ Աստված շատ անգամ իմ ժողովուրդը Տեր պատրաստ չի։ Սա ավետարանի, այսինքն հավատքի մարդկանց մասին է խոսքը, Ժողովուրդ ջան, լավ իմացեք։ Ավետարանը գրվել է հավատքի մարդկանց, անհավատ մարդու կողմը ապաշխարել է, որ գա դեպի ավետարան։ Հենց եկավ ավետարան, ինքը մտավ ավետարանի մեջ, արդեն իրան էլ սկսում Տերես ավետարանը հասկացնի։ Մի պարզ ասում է, ես անբարտավաններուն հակառակը կենամ, բայց խոնարհներուն շնորհ կուտամ, Ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք ինչ ենք ունում դժվարություն, այ աղբեր ջան, ես պիտի խոնարհվեմ, դու ինքը խոնարհվի։ Այ աղբեր ջան, ես մեղավոր չեմ, ինքն է մեղավոր, չես անգամ այ քույրիկ ջան, ասենք վերջը, չէ։ Ես մեղավոր չեմ, ես ընչի խոնարհվեմ, ես ընչի պիտի մարդու դեմ խոնարհվեմ։ Այ աղբեր ջան, այ քույրիկ ջան, բա ում դեմ դի խոնարհվես դու։ Աստված այդ մարդկանց միջոցով է քեզի խոնարհեցնելու, չէ։ Տեր Հիսուս չի գալ, որ դու իր առջև խոնարհվես, չէ, Ժողովուրդ ջան։ Այսինքն խոնարհություն, երբ որ դու Աստծուն հնազանդ ես եւ սատանային հակառակ ես։ Այո, նա ինչ ասում, նա ուզում է, որ այդ քո խոսակցությունը դու ավելի շարունակես։ Ալնում է պարագա, որ վերջը քույրիկ եղբայր երկուսն էլ մեկ տարիքով են։ Քուր աղբեր հավատքի մարդուկին, Ժողովուրդ ջան։ Թե կինը խոսում է, ամուսին խոսում է, կինը ասում եմ, այ աղբեր, հա լավ, որ դու լռի այն մարդ, գոնե մեկնամեկը լռեք, թողեք ձեր արանքը մտնի, Քրիստոսը մտնի, Ժողովուրդ, եթե դուք երկուստեղ խոսում եք իրար վիավոր մեկ, Աստված չի կրա ձեր արանքը մտնի։ Աստված ուզում է մեկը գոնե լռի, դա ասում է անբարտավան եմ դի հակառակ կենամ, իսկ խոնարհներուն շնորհ կատարում։ Երբ որ դու խոնարհվար, Աստված իր շնորհքը տալու է քեզի։ Կարող այսօր դու մտածես, այ մարդ ես ինչի, քեզի կարող վատ տեսնես, վատ զգաս այդ բանը, չէ, բայց Աստծո շնորհ կա դրա մեջ խոնարհության մեջ, Ժողովուրդ ջան։ Այդ այսօր մենք կարող է չհասկանանք, բայց ավետարանի մեջ որ մենք կարդում ենք, ասում է ես ձեզ շնորհ եմ տալու այդ բանի մեջ, Ժողովուրդ ջան։ Այսօր շատ մարդիկ գնում են իրանց լեզվի պատճառով ունեն խնդիրների մեջ, դժվարությունների մեջ, եթե մի հատ էլ հալածակա գալում, ասում են թե Հիսուսյանով հալածում եմ, ասում եմ չէ, դու Հիսուսյանով չես անում, դու քո լեզվի համար ես հալածում, Ժողովուրդ ջան։ Ալնում է պարագա, որ մենք սխալ բաներ ենք անում, մենք հալածվում ենք, դա չի նշանակում մենք Աստծո համար հալածվանք։ Չէ, մենք մեր սխալ համար ենք հալածում, Ժողովուրդ ջան։ Հիմա Տիրոջ խոսքն է, որ ասենք, երբ որ դու մեղավոր չես, ասենք, երբ որ Տերը թույլ է տալում քո կյանքի մեջ, մեկը տենում ես գալու եմ ինտասկ, եւ դու սկսում ես խոնարհվես Տիրոջ առաջ։
Եվ Աստված քեզ պիտի բարձրացնա ժամանակին ժողովուրդ ջան։ Դամար մի պարզ բանա Տերը թողե, անբարտավանին խոնարհեցնա պիտի հագարակ կենա, իսկ քեզի որ դու խոնարհում ես պիտի բարձրացնա Տիրոջը։ Պարզ ավետարանա ժողովուրդ ջան։ Շատ մարդիկ ասում են դետանք սովորենք ավետաներ, այ մարդ ինչ կա ավետան սովոր։ Ավետանը Տիրոջ հոգին քեզ պիտի բացի, պարզ գրած է։ Եթե անբարտավան եմ ես, Տերը ինձ հագարակ կենա, ինձ խոնարհեցնի, իսկ եթե ես խոնարհվում եմ, Աստված ինձ շնորհ կտա ժողովուրդ ջան։ Դամա Տերը բոլորս էլ օգնի, մենք այս բոլորս այս ճանապարհի վրա ենք ժողովուրդ ջան։ Մենք բոլորս էլ անցնում ենք այս ճամփեն։ Ոչ մեկս 100%-ոնս չենք։ Մենք այսօր ամեն մեկս անցնում ենք ժողովուրդ ջան։ Ալնումա պարագա որ խոսում ես, Տերը նաև մեզ էլ աստուգում։ Ես հիշում եմ այն նոր հոգի ժամանակ, երբ որ արդեն 98-99 թվերն էր երևի, հելա քարոզեցի մանիդ խոնար ասենք նեղության այդ խաչ խոնարհության պես ենք հալածանքի պահով մի բան պես չեմ հիշում տոշնի պես քարոզեցի եկան գա դժվարության մեջ ասի Տեր Աստված էլ չեմ քարոզել Այսուս ջան ոտքերը թամբուրեն Հիսուսի Տեր ասես ոչ թե պիտի չքարոզես այլ դու պիտի անցնես այդ ճամփեն ժողովուրդ ջան Այսինքն Տերը ասում է որ մենք անցնենք եթե դու չանցար ես ճամփեն մի հատ մեկ եկավ ասես մի հատ Իմացել եմ դու Հիսուս ես պաշտում, մի բան ասա, դու չունես ինչ ասես ես մարդուն, ժողովուրդ ջան, դու բան չես սովորի Աստծուց, դրա համար Աստված մեր կյանքի մեջ շատ բան է, փորձառություն ենք մենք բերում եւ մենք սովորում ենք, որպեսզի մենք դիմացի մարդկանց կրանանք օգուտ տանք, եթե դու չես սովորում, կրաս օգուտ տաս, չես մա, դրա համար Աստված նաեւ մեզ է սովորացնում եւ մեզ ուզում է օգնի, նաեւ մենք կարողանանք մյուսներին սովորացնել, ժողովուրդ ջան, Ալմա որ մարդկանց հետ կան խոսում ես, կիսում ես, աշխում եմ ժողովուրդ ջան, որ մենք օտից վերսար չենք խոսում ես։ Մենք վերջս կան տարի, վերջը անցել ենք, ճանապարհ ենք անում եւ նույնց անցնում ենք ժողովուրդ ջան։ Բաներ կա սխալվել ենք, թերություն ունենք, շատ բաներ ենք սովորել Աստծուց եւ մինչեւ ամը սովորում ենք ժողովուրդ ջան։ Ամենադժվար երբ որ դու քեզ ես հաղթում։ Ամենամեծ պատերազմը երբ որ դու քեզ հաղթեցիր, ոչ թե դիմացին, այլ քեզ հաղթեցիր։ Սա ամենամեծն է։ Հաղթությունը, որ դու քեզ հաղթես, էթին մարդը կրանաս ճզմես, ժողովուրդ ջան, տամար փառք Աստծո, իշքան խոնարհվանք, ժողովուրդ ջան, Տերը ինձ ու քեզ շնորհ կա տալու, դա Աստծո խոսքն ասում, ժողովուրդ, ուզում ենք հավատանք, ուզում ենք չհավատանք, Աստծո խոսքը կա, ալնում մարդկանց ասում եմ ժողովուրդ, մարդիկ ջան, ասենք անհավատ չես մեմ, եթե մի թեկուզ դու չհավատաս, որ դժոխք կա, թե չկա, որ դժոխքը չվերացավ, ժողովուրդ ջան, չէ Մի խոսքի մարդը չավադում, երկինք չկա, ասում է, դժոխք չկա, ինչ չկա, չէ, ոչ չեղավ դրանք վերացան, դրանք կան, քո մեջը չկա այդ հավատքը, պրոստը։ Դրա համար Տերը բոլորս էլ օրհնի, սիրածո ժողովուրդ ջան, Տերը բոլորս էլ օրհնի, Տերը նաև ձեզ շատ է սիրում, հիմա Տերը ձեր սրտի հետ աշխատանք է տանում, որտեղ մենք շատ անգամ որ խոսում ենք, մենք ասում ենք ժողովուրդ ջան, մենք ձեր սրտի մեջ եղածը չենք իմանում, բայց Սուրբ Հոգին ինքն է պատրաստում ժողովուրդ ջան, հենց ոնց որ դու ուզում ես մի բան խոսած խոսք, մեկ էլ մտածում ես ինչ խոսած, որտից խոսած ժողովուրդ ջան, բայց Տերը տալում է խոսքը եւ դու խոսում ես։ Դամար փառք Աստծո։ Փառք Տիրոջը, որ Տերը իր խոսքը տալում է եւ մենք սկսում ենք խոսել եւ կիսվել Տիրոջ խոսքից ժողովուրդ ջան։ Դամար Աստված բոլորդ էլ օրհնի, սիրածո ժողովուրդ ջան։ Եվ մենք նայում ենք 7-րդ խոսքը։ Սմա ուստի հնազանդեցեք Աստծուն, սատանային հակառակ կեցեք, եւ անիկա ձեզմե պիտի փախչի։ Կակրած մենք այն ական որ խոսում ենք, չէ, եւ երկու իվարստես բավոն ցենենք, չեսենք, մենք ցենք գեդիս կնա, չեսենք, ժողովրդան։ Պարս ավետան ասում է, ուստի հնազանդվեք Աստծուն եւ սատանային հակառակ կեցեք։ Այսինքն այն մտքերը որ գալու դու դրան հակառակ է, դու դրան չես էլ բանատեղ դնում։ Ժողովրդան։ Եվ նա քեզանց պիտի փախչի։ Ոչ թե քուսելով է փախնում, նա տեսնում է, որ դու իրան հագարակ ես կենում, ժողովուրդ ջան, հագարակ, դու իր կամքը չես կատարում, իրան չես լսում։ Ասում անպատվա, իրայինա դու չես անպատվում, վիավորա դու իրան չես լսում։ Ժողովուրդ ջան, չէ՞։ Այսօր շատ մարդիկ ինչ են, մեկը դնում ես իրար են ծեծում, իրար են սպանում։ Ուր ցա գալու, որտեղ նրանք լսում են դրան։ Դամար պարզ ասում է, հնազանդվեք Աստծուն եւ սատանային հակառակ կեցեք։ Եվ անիկա ձեզմե պիտի փախչի։
Պարզ գրած ավետարանը ժողովուրդ ջան։ Համար Տերը բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան, որտեվ շատ մարդիկ ասում են, «Եդից գնա փախի, այլ ասում եմ, քեզի կապում եմ, քեզի այլ ասում եմ, դու բան չի, դեր իր կապի հետ մարդ կապված մնաց, չէ՞։ Այդպես եղավ մենք սաղին կկապենք, ոչ մեկը իր այդ դուր չի գա, ժողովուրդ ջան։ Այսինքն սպարզ ավետարանը, որ մենք իրան պիտի հագառակ կենաս, իրական կչկադարես, ժողովուրդ ջան։ Այն սդությունը, որ գալումսում է Հիսուսը պիտի ինչ օրը գա, դրանք սաղ իրա մոգոնաս սուդերն է։ Եվ տեսնում դու ոնց ես հավատում ավետարանին։ Եվ այսօր ինչ իր ուշք ու միտքը, որ ավետարանը ծռի մարդկանց մեջ, ավետարանը ծռի, ժողովուրդ ջան։ Այլ նույն մարդիկ են, նույն Հիսուսյան մարդիկ են։ Համար Տերը բոլորս էլ պայի, ժողովուրդ ջան, գալու ավելի չար ժամանակներ։ Տերը այդպես սաղ մնացինք, շատ բաներ կտեսնենք, Տերը մեզ էլ պայի, կարևորը մեզ պայի, ժողովուրդ ջան, մենք ամեն մեկս պիտի մեզանից վախենանք։ Համար այսօր մենք շատ մարդկանց ուզում ենք, որ փոխվեն, շատ մարդկանց, բայց Տերը ասում է, բա դու եւ պիտի փոխվես։ Աղջիկ ջան, տղա ջան, հա դու ուզում ես, որ շատ մարդիկ, քո տանանտամները սաղ փոխվեն, բայց ես մնամ։ Տերը բայց քեզ էլ ասում։ Եթե Տերը մեր տան մեջ առաջինը մեզի է հանե, դու մի բան պիտի մենք հասկանանք, որ Տերը մեզը հանե տան մեջից առաջինը հավատքի մարդ, լույս սարքե։ Ուրեմն Տերը քո գործ ունի քո կյանքի մեջ, որ չերես քեզանով, դե իր գործ անի քո ընտանիքի մեջ, ժողովուրդ ջան, եւ քո առօրյա կյանքի մեջ։ 8-րդ խոսքը ասում է Աստծուն մոտեցեք, Պարզ ավետարան ասում եմ, Աստծուն մոտեցեք։ Օրինակ հիմա դու կարա հարց տաս, այ եղբայր ջան, բայց ոնց մոտենամ Աստծուն, ժողովուրդ ջան։ Օրինակ դու ոնց պիտի մոտենաս Աստծուն հիմա։ Հիմա դու կարաս Աստծուն մոտիկնաս։ Այո, կարանք։ Երբ որ քո ներսը համաձայն է Տիրոջ սիրուն, երբ որ քո ներսը համաձայն է Տիրոջ կամքը քո կյանքի մեջ, երբ որ դու Աստծուն ես կանչում, ժողովուրդ ջան, եւ քո ներսը հոժարություն կա, ոչ թե մենակ լեզվով ենք ասում փառք Հիսուսին, այ քո ներսի մեջ կա ճիշտ ճշմարտություն եւ քո ներսը հասկանում է, որ քո ճշմարտությունը Քրիստոսն է։ Դու քո ներսը տեսնում ես միշտ Տիրոջը, դրանից դուրս բան չես տեսնում, ժողովուրդ ջան։ Համար Տերը բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան, չես մա։ Աստծո մոտեցեք ու անիկա ձեզ պիտի մոտենա, ժողովուրդ ջան։ Երբ որ դու մոտիկնում ես Աստծուն, Աստված է քեզ, դա ասում մի քայլ արա, այսինքն քո կողմը մի քայլ հոժարությունն է, ժողովուրդ ջան։ Քո կողմը հոժարությունն է, ասում եմ, քույրիկ ջան, եղբայր ջան, եթե դու պաշտամունք չես գրում, հա արկել կա, քո կողմը հոժարությունն է, ասելն է Տիրոջը, Տեր ասված, ես ուզում եմ, արկել կա, կամ չի ստասում, կամ պաշտամունք չկա, ինչ վայրը։ Քո կողմը հոժարվելն է, եւ մնացած գործը Տերը պիտի անի հիմա քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Ես որ այդ գյուղը գնացի առաջ անգամ 14 տվին, դե երկու տեսակ հավատ կան, բապտիստ, մեկ էլ խարիզմատին։ Մեր այդ հավատքից չկային։ Եվ ես սկսեցի աղոթք անել Աստծուն, ժողովուրդ ջան։ Եվ Տերը բացեց դե, հանեց ժողովուրդ։ Եվ մենք սկսենք հավաքվել Աստծուն փառտային, ժողովուրդ ջան։ Համար Տերը բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան։ Աստծուն մոտեցեք, անիկա ձեզ պիտի մոտենա, սրբեցեք ձերքերնիդ մեղավորներ եւ մաքրեցեք սրտենիդ երկմիտներ։ Տարապան քաշեցեք, սուկ երեք, ու լացեք, ձեր ծիծաղը սուկի տոդառնա, ու ձեր ուրախությունը տաղտմության, ժողովուրդ ջան։ Հետաքրքիր է, չէ՞ Տիրոջ խոսքը ասում է. Տարապան քաշեցեք, սուկ երեք, ու լացեք, եւ ձեր ծիծաղը սուկի դառնա, ու ձեր ուրախությունը տրտմության։ Այսօր այս ժամանակն է Տերը տեսնում, ժողովուրդ ջան։ Ես մի հավատքից որ եկավ ես Չերեպավեց է, դու չեմ որդիներ։ Դե ասում եմ, երկե թրվռաս ելնես գլուխը 10 պատին, ասում եմ, այ աղբեր ջան, քո տան անդամներ չի ապար, վամնու դա գլուխը դու պատին, օգուտը որն է, քո ասում եմ, այ աղբեր ջան։ Որն է դամար Տեր ասում է, լացեցեք, սուկ արեք ձեր կյանքի մեջ։ Այսօր քո տան անդամները շատերը չեն ապաշխարում, ու տան անդամ չեն, մենք ինչ ենք մտածում։ Որ մենք գլուխները տալով, պատալոկով դա չի ասած մեզ, դիվազած սկսա բաղուրակ ու մնացածը։ Ուրակ ու կեսը, տղա ջան, աղջիկ ջան, ուր են մյուսները։ Ինչ պետք է ասենք, իրանք չգան։ Բայց Տերը կասա, բա դու ի՞նչ արեցիր իմ գործը։ Բաներ կա, որ մենք պետք է մեր կողմը լինի, ժողովուրդ ջան։ Դամար այսօր Տերը ինչ ասում, ավելի լավ է տաս սուկի տունը, քան թե այդ հարսանիքի տեղը։ Հարսանիքի տեղը սա կթրվռան, իրանց հետ հեշտ պետք չի։ Բայց սուկի տունը մարդիկ մտածում են, որ Տեր Աստված, ախր մի օր ես կպարկեմ այս տագաղի մեջ։ Մարդկանց մեջ վախ կա։ Այդ պահին մենք չգիտենք մարդիկ ամեն մարդ ինչ են մտածում, ժողովուրդ ջան։
Մարդիկ ցավ են քաշում, մարդիկ այդ սկավորին մխիտալություն են բերում, ժողովուրդ ջան։ Սա Տիրոջ գործն է։ Երբեք ոչ մեկը չի մտնի սուկի տունը մի հատ թռվռա, չէ՞։ Այդ մարդը լուրջ է պայմ իրան, ժողովուրդ ջան, լրջություն կա։ Իսկ հարսանտյան մարդիկ խմում են, հարբում են, իրար են ծեծում, բան չեն հասկանում, ժողովուրդ ջան։ Բայց սուկի տուն այդ տվյալը մարդը, որ այնտեղ հարբում է իրար ծեծ, բայց այդտեղ ինքը այդպես չի անի։ Ինքը աստեն լրջության կկաստե։ Եվ ինքս կսակը մտածել, որ Տեր Աստված միգուցե վաղ իմ օրը գա։ Ժողովուրդ ջան, վերջը Սուրբ Ոգին ամեն մարդկանց այդ աշխատանք է տանում, ժողովուրդ ջան։ Տառապան քաշեցեք, սուկ երեք ու լացեք, ձեր ծիծաղը սուկի դառնա ու ձեր ուրախությունը տրտմության։ Տիրոջ առջև խոնարհվեցեք ու անձեզի պիտի բարձրացնա, ժողովուրդ ջան։ Սա արդեն խոնարհության հաջորդ խոսքն ու քայլն էր, Տիրոջ խոսքը, ժողովուրդ ջան։ Ասма Տիրոջ առջև խոնարհվեցեք ու անձեզ պիտի բարձրացնի, ժողովուրդ ջան։ Տամար տոտերը բոլոր սելորդնի իսիլ Աստծո, ժողովուրդ ջան։ Մենք այսօր մի բան ենք հասկանում։ Ես մի անգամ որ այդպես եմ, եթե քո պալավին կետ կամ վերջը տան անդամը չի ապաշխարում, եթե դու սովորական ես այդ ամեն բանը վերաբերվում, ժողովուրդ ջան, եթե քո մեջ չկա այդ սուկ, ցավ, տառապանք, որը Տերը տեսնի, որ իրապես քո մեջ սուկ կա, դա իշո շատ մարդիկ անտարբերություն են, ժողովուրդ ջան, իրապես։ Եթե եղբայր ջան չի լսում, այ ախպերյան, այն մարդ դու քո գործդ արա Տիրոջ առջև։ Դու լաց երա, ողջ երա, որ Տերը տեսնի, որ այո, դու ուզում ես տվյալ մարդկանց փրկության հարց ես ուզում։ Դու վերջը Տիրոջ դուռը պիտի թագես, ժողովուրդ ջան։ Տամար Տերը օգնի բոլորս, իլ Աստծո, ժողովուրդ ջան։ Ավետարանը մեզ սովորացնում է իր ճշմարտությունը։ Տամար ես ենքան եմ փառք եմ տալու Աստծուն, ասում եմ Տեր Աստված, ես շնորհակալ եմ, ես շատ ժողովրդել եմ ասում, ժողովուրդ ջան։ Ենքան պիտի Աստծուն փառտանք, որ մենք ճանաչում ենք այդ ճշմարտությունը։ Այսօր շատերը ծռության մեջ, եթե տաս ասես ճշմարտությունը, կսեն այ ախպերյան ինչ ես խոսում, ժողովուրդ ջան։ Շատ անգամ են, որտեղ այսօր մենք տեսնում ենք կան հավատներ կա, շատ մարդիկ մոլորված են, բժշկած են, ասում են որն է ճիշտ, ասում եմ ճիշտ ավետարանն է։ Եթե դու մի բան ավետարանով չես տեսնել մեր կյանքի մեջ, դու ինձ կրած ասես, եղբայր ջան, ավետարանը սպես է գրված, բայց դու այդպես չես ապրում, ժողովուրդ ջան։ Եվ եկեղեցին պետք է ավետարանի ճշմարտությունն է, ժողովուրդ ջան։ Եկեղեցին, որտեղ դու հավաքում ես, եկեղեցին Աստծո ժողովուրդն է, այդտեղ պետք է ավետարանի ճշմարտություն լինի։ Ուրիշ բան, մի հատ քույրիկը տգար կնի, մի հատ եղբայր, դա չի որ ավետարանը ծուռ է եկեղեցին, չէ, եկեղեցին ճշմարտությունը կա։ Ես եմ ծռվում, ես լավ չեմ, ես հիվանդ եմ հոգևորապես, ժողովուրդ ջան, ես փոխվելու կարիք ունեմ։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի իր Աստծո, ժողովուրդ ջան, Տերը օգնական լինի, որ տամար այսօր Աստված ինչ համար է մտահոգված, որ իր ժողովրդի մեջ հավատ գտնի, հավատ, որը ճշմարտությունն է, ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորդ էլ օրհնի իր Աստծո, ժողովուրդ ջան։ Տերը առատապես օրհնի, գանք աղոթքի, խնդրենք Աստծուն, այն որ Տերը այսօր խոսում է, Տերը դրա կարիքը տեսնում է, ինչպես Ամերիկայում է եղել այդ մարգարեություն, ասել ձեր երեխեքի համար շատ աղոթեք, ժողովուրդ ջան։ Այսօր այդ երեխեքը մանուկները իրանք աճում են, սովորում են ինչ-որ մի բանով։ Եթե այսօր մենք ասում ենք, այսօր շատ ծնողներ իրապես իրանք անտարբեր են երեխեքի մասին, ժողովուրդ ջան։ Շատ ծնողներ անտարբեր կլինեն իրանց երեխեքի համար, ժողովուրդ ջան։ Տամար Տերը օգնի մեզ էլ, ձեզ էլ, ժողովուրդ ջան, մեր կողմը Տիրոջ դուռը թագելը, մոտենալ, խոնարհվել Տիրոջ առջև, լացել Տիրոջ առջև, Տեր ջան, ես ուզում եմ Տեր, դուր իմ ընտանիքին ապաշխարություն, Հիսուս ջան, ժողովուրդ ջան, եւ փառք Աստծո, եւ Աստված էլ ասում է, ես լսում եմ քո աղոթքը, ես քո լացի ձայնը լսեցի, եւ քո լալու ձայնը։ Հիշում եմ, մի հատ վկայություն կար, երբ որ մի մայր իր տղայի համար շատ էր աղոթում, տղեն ամբարիշտ, անհավատ, ժողովուրդ ջան։ Այս մայրը գիշեր ու ցերեկ, այն որ ասում է սուկ երեք, լաց երեք, այս մայրը գիշեր ու ցերեկ իր տղայի համար լացում էր, աղոթում էր Աստծուն, տարիներով էր աղոթել, չէր դադարել աղոթքը, ժողովուրդ ջան։ Էլ եմ ասես, անգամ եղել չի կարող հնարավոր է մենք մահանանք, ինչ-որ կամ ինչ-որ մեկը մահանա եւ չտեսնի իր երեխեքի ապաշխարությունը, եթե դու լացել ես, եթե դու տառապանք ես, սուկ ես քաշել քո երեխեքի ընտանիքի համար, հետագա մեր երեխեքը կգան Տիրոջը, ժողովուրդ ջան։ Վերջ Աստված լսում է,